Մինչև 2024 թվականի ապրիլը բոլոր սահմանային անցակետերում գործել է մասնագիտացված ստորաբաժանում թմրամիջոցների դեմ պայքարի գծով պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, սակայն նույն 2024 թվականին հենց մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կրճատումներ են տեղի ունեցել եւ 5 սահմանային բաժիններ են փակվել եւ 4 բաժանմունքներ։ Ես կարծում եմ, որ այս բաժինները եւ բաժանմունքները բավականին արդյունավետ են գործել, քանի որ դրանից այդ փակվելուց հետո թմրաշրջանառության թիվը աճել է Հայաստանի Հանրապետությունում, ըստ էության փակելուց հետո այդ արդյունավետությունը նվազել է, հետեւաբար հարցս կառավարության մեր գործընկերներին ինչ է կարծում ես բացասական հետևանքները, եթե դրանցով են պայմանավորված եղել, ապա արդյոք հնարավոր է նման ստորաբաժանման կամ նման գործառույթ ունեցող ստորաբաժանում նորից սահմանային անցակետերում նման գործառույթներ իրականացնեն։ Շնորհակալություն։ Արդյոք պատասխանի ներքին գործերի նախարարը Արփինե Սարգսյանը, համեցեք։ Շնորհակալություն պարոն Բաքոյան հարցադրման համար։ Ես ասեմ, որ քննչական մարմինների միավորման տրամաբանության մեջ, այո, թե ազգային անվտանգության ծառայության դեպքում եւ թե նաեւ պետական եկամուտների կոմիտեի դեպքում իհարկե փուլային սկզբունքով քննչական դեպարտամենտների կամ համանման անվանումներով ստորաբաժանների լուծարում եղել է, բայց ես պիտի փաստեմ, որ դա միտված է եղել ել ավելի արդյունավետ նախաքննություն իրականացնելուն, որովհետև երբ որ մենք խոսում ենք միևնույն հանցագործության խմբում գտնվող հանցագործությունների մասին, նախկինում մենք ունեինք այլընտրանքային ենթակայության սխեմա ևս, որտեղ որ նույն հանցակազմը քննում էր եւ քննչական կոմիտեն եւ պետական եկամուտների կոմիտեն եւ նույն տրամաբանությամբ նաեւ ազգային անվտանգության ծառայությունը։ Մենք խնդիր ունեինք, որ միևնույն հանցակազմերի մասով պիտի քննությունը լինի միատեսակ։ Ըստ այդմ կառավարության տեսլականն այն էր, որ պիտի գնան կոնսոլիդացիոն ճանապարհով եւ ըստ այդմ հանրապետությունում այս պայծրությամբ գործում է երկու քննչական մարմին, մեկը սպეციფიկ ենթակայության տրամաբանության մեջ հակակոռուպցիոն կոմիտեն է, մյուսը քննչական կոմիտեն է եւ սա թույլ է տվել ել ավելի բարձրացնել արդյունավետությունը եւ միայն քանի որ թմրամիջոցների մասով ընդհանուր իրավիճակին անդրադարձակ վստահ ավելի դետալային ինֆորմացիա կարող ենք հետագայում եւս փոխանակվել, բայց 2025 թվականի 3 ամիսների ընթացքում իրավապահ համակարգը ամբողջությամբ վերցված արգրավել է 173 կիլոգրամ 942 գրամ մաքուր քաշով տարբեր տեսակի թմրամիջոց եւ եթե սա համադրենք գրեթե համեմատելի ժամանակահատվածի հետ, որ 2024 թվականի առաջին 3 ամիսներն են, այն ժամանակահատվածում արգրավել է 39 կիլոգրամ թմրամիջոց։ Այսինքն ես կարծում եմ, որ կոնսոլիդացիայի տրամաբանության մեջ քննության որակի եւ քննության օպերատիվության մասով ունեցել ենք արդյունավետության բարձրացում, որովհետեւ այստեղ շատ հստակ է պետական եկամուտների կոմիտեն տալիս է ահազանգը եւ անմիջապես քննչական կոմիտեն ձեռնամուխ է լինում նախաքննության իրականացմանը եւ ըստ այդմ process-ը սահուն է իրականացվում։ Շատ կարեւոր է, որ մենք ոչ թե գնանք գերատեսչական տրամաբանության մեջ, այսինքն քննչական մարմինը որ կառույցի ներսում է գործում, այլ թե բոլորս աշխատում ենք արդյոք միևնույն նպատակին հասնելու տրամաբանության մեջ, թե ոչ։ Եվ ես կարծում եմ, որ վիճակագրությունը եւ մեր ունեցած ընդհանուր տվյալները եւ նաեւ զգացողությունը, որ նաեւ կիսվում ենք մեր գործընկերների հետ, այնպիսին է, որ բոլորս միևնույն նպատակին ուղղված ենք process-ներն անում եւ այս փոփոխությունները տարբեր մարմիններից քննչականները կոնսոլիդացնելու տրամաբանության մեջ միայն եւ միայն օգուտ է եղել process-ին։ Իհարկե տարբեր կարծիքներ կոնսոլիդացիայի հետ կապված ունեցել ենք, բայց դրանք ընթացից պիտի քննարկենք եւ հասկանանք, թե այլ լրացիչ ինչ քայլեր պիտի ձեռնարկենք, որ ավելի արդյունավետ դառնա մեր process-ը։ Միգուցե թվայնացման մեջ կապված, թվայնացման հետ կապված հարցեր ունենք, կամ միգուցե վարչարարության պարզեցման, process-ներն ավելի ճիշտ կոմունիկացնելու հետ կապված, բայց կարծում եմ ինստիտուցիոնալ առումով ճիշտ լուծում ենք որդեգրել եւ այն պրակտիկայում իր արդյունավետությունը արդենից ցույց է տվել։ Արձագանք։ Շնորհակալություն, տեսեք Տիկին Սարգսյան, քանի որ այդ անցակետերից երբ որ դուրս են հանվել եւ դրանից հետո
ըստ էության թմրաշրջանառությունը ավելացել է, ձեր բերած նաև թվերը, որ 25 թվականին շուրջ 170 եւ ավել կիլոգրամ որ բացահայտվել է, գուցե նաև 25 թվականին ծավալներն են շատ եղել, որի արդյունքում նաև շատ են բացահայտվել, որը չենք կարող բացառել, որ հենց այս տրամաբանության մեջ էլ գուցե եղած լինի, բայց այնուամենայնիվ առաջարկում եմ, քանի որ այդ շրջանառությունը մեծացել է, առաջարկում եմ այս հարցի վրա նորից ձեր ուշադրությունը հրավիրել, որպեսզի ել ավելի արդյունավետ դարձնել թմրաշրջանառության դեմ պայքարը։ Շնորհակալություն։ Միանշանակ, պարոն Բաքոյան, վստահեցում եմ, որ սա մեր ամենօրյա միջգերատեսչական ուշադրության ներքո գտնվող հարց է։ Ես պիտի ասեմ, որ ծավալների աճը երկու հիմնական հիմնավորում կարող է ունենալ, առաջին հերթին, որ այո դեպքերի աճ ունենք, բայց երկրորդ հերթին, որտեղ որ ավելի ամրապնդվում են մեր եզրակացությունները, որ լատենտայնության մակարդակի նվազում ունենք եւ նաեւ սահմանային անցման կետերում ավելի ուժեղացված ծառայության տրամաբանության մեջ ավելի շատ ենք կարողանում աքսանենգության դեպքերը բացահայտել։ Սրա մասին են վկայում թե ազգային անվտանգության ծառայության տվյալները, թե պետական եկամուտների կոմիտեից եկող տվյալները եւ թե նաեւ ոստիկանության, քրեական ոստիկանությունից եկող տվյալները, որովհետեւ եթե նայենք վիճակագրությունը թե անցած տարվա եւ թե նաեւ այս առաջիկա ամիսների կտրվածքով մեր ունեցած տվյալները կնկատենք, որ մենք սահմանային անցման կետերում շատ ավելի մեծ խմբաքանակներ են կարողանում առգրավել, որը որ կարծում եմ բոլոր օղակների արդյունավետ աշխատանքի մասին է վկայում եւ մենք կարողանում ենք կտրել շղթան հետագայում մանր դեպքերով իրացումներ չունենալու տրամաբանության մեջ, բայց վստահ անելիք դեռ կա եւ կարծում եմ առաջիկա այս տարվա կտրվածքով նոր լուծումներ կունենանք այս տեսանկյունից, որպեսզի թվային պատկերը բովանդակային առումով շատ ավելի լավը լինի։ Շնորհակալություն։